Բարի օր սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը եւ ես Մարիա Հակոբյանյանն եմ։ Դուք լսում եք Բելգիա ռադիոն։ Այսօրվա մեր հյուրը մեր բոլորի կողմից շատ սիրված, հարգված Արտուր Բարսեղյանն է։ Բարև Արտուր ջան։ Բարև Մարիշ ջան։ Ոնց ճիշտ ներկայացնեմ, որ մարդիկ քեզ ճանաչեն։ Ես կամ ասեմ իմ լավ խաշի ընկեր, բայց իրանց ոչինչ չի ասի։ Դե որոշակի մարդկանց համար էլի լավ խաշի ընկեր։ Ինչ տեղ ունեցավ խաշի վաղ մնաց խաշի։ Խաշի տեղը, հա։ Արտուրը, որը բլոգերը որն է, վիդեոներ անում, դու ներկայացրու քեզ ավելի ճիշտ։ Չի ասի ես բլոգեր եմ, որովհետև ավելի շատ իմ YouTube-յան ալիքը քարոզում է մեր առաքելական եկեղեցին եւ մեր ավետարանները եւ մեր եկեղեցական կյանքը Աստծո տված շնորհները։ Արի մի հատ հիշեցնենք մեր ունկնդիրներին քո YouTube-յան ալիքի անունը, հետո կվերադառնանք։ Իմ YouTube-յան ալիքի անունն է Աստվածաշունչը եւ մեր ապագան։ Հիմա վերադառնանք Արտուրի։ Արտուրը որտեղ է ծնվել, երբ է ծնվել։ Արտուրը ծնվել է Երևան քաղաքում 1979 թվականի ցուրտ ձմեռը։ Ցուրտ ձմեռը։ Արտուրը ինչ է սիրել փոքր ժամանակ։ Տոլմա։ Բացի տոլմայից, ինչ է սիրել անել։ Ես փոքրուց սիրել եմ մշակույթ, երաժշտություն, նկարահանում, հեռուստատեսություն, տենց բաներով եմ զբաղվել, տենց բաներ եմ սիրել, փոքրուց երաժշտական դպրոց եմ հաճախել։ Ինչպես ստանդարտ սովետական բալիկ։ Ինչ չես սիրել։ Սուտը, ատելով ատում եմ։ Տակրքիր է։ Ոնց որ ասեցի, երաժշտական դպրոց, ինչ Այո։ ես նվագել։ Սովորել եմ, ավարտել եմ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը Երևան քաղաքի։ Առաջի գործիքը, որ ավարտել եմ, դա եղել է ջութակ, երկրորդ գործիքի մասնագիտությունը, որ ավարտել եմ, հարվածային բոլոր տեսակի գործիքները։ Ինչ է տակրքիր։ Ես չգիտեի, որ դա գոյություն ուներ ժամանակ։ Այո։ Նվագում ես։ Այլևս ոչ, բայց Բելգիայում եմ նվագել։ Հիմա որ ասեմ, պետք է ինձ ասեն, հեսա ինչ որ ասք արդեն բանդի բան է գալիս, Նարեն կանոն, դու հարվածային, Տիգրանը ջութակ, Զարան ֆլեյտա, արդեն հավաքվում եք ոնց որ, հա, նենց։ Հարվածային ասելով ես բոլոր տեսակի հարվածային գործիքներ եմ նվագել, նամանավանդ մարիմբա, քսիլոֆոն, վիբրաֆոն, ես նվագել եմ Մելիք Մավիսակալյանի երիտասարդական ջազ էստրադային անսամբլում, Ինչ է դա։ նվագել եմ Միքայելյանի անվան դասական երաժշտություն եմ նվագել իր մոտ, այնտեղ է հարվածային գործիքներ, տարբեր տեղեր եմ նվագել։ Դպրոցը ավարտում ես, Սպենդիարյանի, ընդունվում ես Արնո Բաբաջանյան։ կլասիկ։ Ճանապարհ։ Հա։ Ընդունվում եմ, բայց չեմ սովորում։ Չես սովորում։ Ինչի չես սովորում։ Ստացվեց այնպես, որ եկա Բելգիա։ Այսօր այդ խմբերը, որտեղ դու նվագել ես, մինչև 16 տարեկանն, այսինքն շատ ակտիվ կյանք ես ունեցել Հայաստանում 16 տարեկանի համար, ուզում եմ ասեմ։ 14 տարեկանից նվագել եմ։ Ուրեմն այս հարցը ավելի կարևորություն է վերցնում, այսինքն 16 տարեկան երիտասարդը, որը շատ ակտիվ կյանք ունենում, հա, Հայաստանում, այն ժամանակ ասում է ակտիվ նաև ճանաչում, նաև ընկերություն, շրջապատ հայտնվում է Բելգիայում։ Այո։ Անտվերպեն։ Սկզբից եկել եմ Բրյուսել ու շատ հետաքրքիր ճանապարհով եմ եկել Բրյուսել։ Մենք որոշել էինք, որ պետք է Հայաստանից դուրս գայինք, ցուրտ ու մութ տարիներ, պատերազմներ, շատ վատ վիճակ, մեր տունը վաճառել ենք ու որոշել ենք Հայաստանից դուրս գանք, անորոշ վիճակա, թե ուր ենք գնում չգիտենք, բայց գնում ենք ինչ որտեղ։ Ու մայրս նստած իր ընկերուհու հետ զրուցում է, ընկերուհին ասում է, գիտես, իր դասընկերուհին, ում հետ երիտասարդ հասակում դպրոցում են սովորել, ասում է, գիտես, ուզում ենք գնանք, բայց դեռ չենք որոշել ուր գնանք։ Ասում է, ես ընկերուհի ունեմ Բրյուսելում, ում հետ համալսարանում սովորել ենք ֆրանսերեն լեզու, շատ մտերիմ մարդ է, ես իրան կխնդրեմ, կարող է ինքը ձեզ օգնի, կարող գնաք Բելգիա։ Երեկոյան մի կին զանգահարում է Բրյուսելից, տիկնոջ անունը Ռոզա է, ասում է, Արտուր ջան դու ես, ասում եմ, հա, բայց Ռոզան եմ։ Խնդիր չկա, այս իմ հասցեն է, այս իմ հեռախոսից համարն է, որ եկար Բրյուսել, իմացի, որ ես ձեզ կօգնեմ։ Ու ստացվում է այնպես, որ ես հրաշքով Աստծո կամքով մի 2 շաբաթ հետո հայտնվում եմ Բրյուսելում, բայց մենակս։ Մենակ։ Այո, նենց ստացվեց, որ ընտանիքին վիզա չտվին, միայն ինձ տվին վիզա, եւ ես շատ դժվար ճանապարհով Լեննականից թռել, որովհետեւ այն ժամանակ թռիչքներ չկար։ Որ թվի մասին ենք խոսում մենք։ 90-ականի կեսերը։ Թռիչքներ չկար, շատ բարդ էր թռիչքները։ Լեննականից թռել եմ Լվով, Ուկրաինա, 16 տարեկան երիտասարդ, բացի ռուսերեն ու հայերեն լեզվից ոչ մի լեզու չէի տիրապետում։
Լվովից ավտոբուսով եկել եմ Վարշավա, Վարշավայում այնտեղ մի կերպ գտել եմ կայարանը, գնացքի տոմս եմ գնել, գնացել եմ Բերլին, Բերլինում մի կերպ հասկացրել եմ, որ ուզում եմ գնամ Բրյուսել, տոմս եմ գնել, գնացել եմ Քյոլն, այնտեղ գնացքս փոխել եմ, եկել եմ Բրյուսել իջել եմ մի կերպ, առանց հասկանալու ուր եմ գալի, ոնց 4 օր ճանապարհ քայլելուց հետո ոնց որ ասում է, եկա հասա Տիկին Ռոզայի տուն։ Կին Ռոզայի տուն։ Տիկին Ռոզան էլ ինձ ջերմնորեն ընդունեց, 3 ամիս պահեց մինչև մայրս ու փոքր եղբայրս եկան հասան, Ապրի Տիկին Ռոզան։ այո, ապրինքը։ Ու ոչ միայն ինձ ա օգնել։ Կարելի ասել Էթերբեկ թաղամասում բոլորը իրան ճանաչում են, շատ մարդկանց ա օգնել։ Ինքը իր բնակարանը վարձում էր, վարձ էր տալի, ու մենք տղաներով ապրում էինք այնտեղ, ինքը ապրում էր իր ընկերուհիների տանը։ Դա ավելի։ Նուրջ եմ ասում։ Կա Տիկին Ռոզան դե։ Այո, իհարկե։ Կարանք Տիկին Ռոզային հրավիրենք ինտերվյու։ Անպայման, մեծ սիրով։ Դու քո վրա։ 100%։ Դու իր այդ խոսա հա, չէ, որտեվ այտենց մարդկանց մասին պետքա բարձրաձայնել։ Ինքը պատկերացնում եք թոշակ էր ստանում այն ժամանակ, շատ չնչին թոշակ էր ստանում, ինքը այդ տունը վարձել էր, այդ թոշակով հազիվ կարողանում էր այդ տան վարձը տար, տվել էր մենք հայ տղաներով այնտեղ ապրում էինք, որովհետև ոչ մեկս դեռ հնարավորություն չունեինք բնակվելու, ինքը գնացել էր իր ընկերուհիների տուն ու առավոտից իրիկուն գնում էր օգնության տեղերը, կերակուր էր վերցնում, բերում, որ մեզ այդ տղաներին ինչ որ բանով օգնի, միջև մենք ինչ որ կետի կհասնենք ու երբ Ինք հանձնվեցինք, մեզ ուղարկեցին Լինդ քաղաք, այնտեղ ճամբար կար։ Այդ ճամբարում 1 տարի մենք ապրել ենք։ Ես երբեք չեմ մոռանա, Տիկին Ռոզան նաև այդ ճամբար միշտ Բրյուսելից գալիս էր։ Մենք կայարան չունեինք այդ գյուղում։ 2 կիլոմետր հեռու էր կայարանը։ Ինքը գալիս էր 2 կիլոմետր էլ դեռ այդ սնունդը քաշ էր տալի, վերում հասցնում էր ճամբար, որպեսզի մենք ընտանիքով սնունդ ունենայինք։ Տիկին Ռոզաների նման էլ չկա։ Այսօր ինձ թվում է կամ քիչ են։ Այն ժամանակ է շատ քիչ էին։ Այն ժամանակ էլ էին քիչ, ուղղակի մեր բախտն էր բերել, Աստված կամեցել էր, որ մենք իրան ճանաչենք, ինքը մեզ օգներ, ու ոչ միայն մեզ, շատ շատերին ա օգնել, շատ շատերին։ Ոնց է եղել քո տպավորությունը Բելգիայի մասին, որ նոր եկել ես։ Հսկայական փոփոխություն ա եղել քո կյանքում դա։ Ճիշտն ասած, ես երբ որ եկա Բելգիա, եւ հիացած էի, եւ հիասթափված։ Որտեւ երբ որ տաքսիից դուրս եկա, իմ ոտքս ընկավ կեղտի մեջ։ Այն ժամանակ դեռ 90-ական թվերին փողոցներում շները եւ ձիերը որտեղ պատահի զուգարան էին գնում ու ամբողջ փողոցը Բրյուսելի կեղտի մեջ կորած էր, պետք է նայիր, որ կեղտի մեջ չընկներ։ Ու ես հենց ընկա կեղտի մեջ, ասեցի ես էսուր եմ եկել, մեզ մոտ Երևան տենց բան չկար։ Մեր մոտ մաքուր էր քաղաքը, ճիշտ է լույս չունեինք, գազ չունեինք, ջուր չունեինք, բայց քաղաքը մաքուր էր, մարդիկ էին մաքուր, ժողովուրդը իրար սիրում էին։ Դե ճիշտն ասած ես արդեն 30 տարուց ավել Հայաստան չեմ եղել, շատ հնարավոր է Հայաստանը առաջվանը չլինի, բայց իմ հուշերի մեջ Հայաստանի ժողովուրդը լավն էին։ Ու երբ ես տեսա այստեղի ժողովուրդը, այդ շարժը, այդ արհամարանքը, ի նկատի ունեմ եվրոպացիքին եւ այդ արաբներին ու թուրքերին իմ համար անսովոր էր։ Հայաստանից գալիս ես ու տեսնում ես այսքան իսլամական երկրներից հավաքված ժողովուրդներ, տարբեր տեսակի ժողովուրդ, շատ մեծ հիասթափություն էր այդ պահին համար։ Բայց երբ ասենք մտնում ես խանութները, չէ՞ որ ստեղ այդ սուպերմարկետները, խանութները որ կար, մենք Հայաստանում չունեինք այն ժամանակ։ Դժվար տարիներ էր։ Կամ մտնում էիր դպրոց, կամ տեսնում էիր դպրոցի վիճակը ինչ լավ է, կրթության վիճակը, մեքենաները շքեղ, ժողովրդի ապրելակերպը, ամեն ինչը, որ տեսնում էիր այդ լյուքսը, արդեն այն երկրորդական բաներին ուշադրություն չէիր դարձնում։ Հա, դե դա տպավորություն է, բայց դե վստահ եմ, որ բոլորս էլ հետո մի ժամանակ հետո գտել ենք մարդկանց, որոնք մեր նման են, կապ չունի ինչ ազգի գրողներ են, ասենք ամեն ազգի մեջ էլ կան տարբեր մարդիկ, բայց դե ճիշտ է։ Գիտես, մի անգամ մի հատ ֆրանսիացի կար, թարգմանում էր իր համար, ինքը գիտես ինչ էր ասում էր, այնց հետաքրքիր է ասում էր, Ֆրանսիայում մարդիկ շատ մեծ ուշադրություն են դարձնում իրենց տների արտաքին դեկորացիային, ծաղիկներ, եսիմինչ։ Հայաստանում շենքերը շատ սառն են, արտաքինից տները շատ սառն են։ Ասում եմ Ֆրանսիայում իրենք շատ ուշադիր են արտաքինին, ասենք ջերմիկ արտաքինը տների, բայց մտնում ես ներսը սառնա։
Իսկ հայերի մոտ դուրսը սառնա, բայց ներսը ջերմությունա։ Հետաքրքիր է, չէ՞, այդ կոնտրաստային համեմատությունը։ Կոնտրաստային համեմատությունը մենք մեր ժողովրդի դեմքին է կարանք տեսնենք։ Ճիշտ է։ Մեր ժողովուրդը քիթ ու մռութը կիտած, sense նեխած, հոտած դեմք ունի, կարելի ասել։ Չես ուզում գնաս Հա, խոսես։ sense փողոցով հենց անցնում է, ասում ես, «Սի հաստատ հայ է», որովհետև քիթ ու մռութը sense քշտած են, որ ասում է քայլում է, չէ՞։ Բայց այդ մարդու հետ, որ մոտիկանում ես, խոսում ես, բարև ես տալի, մի հատ այնց ժպտում ան, այնց ջերմորեն գրկում է ու հենց արդեն ներսը տենում ես այդ մարդու թե ինքը ինչ անznավորություն է, ապշված ես մնում, ասում ես, այս մարդու դեմքին նայում ես, չէիր ուզում բարևեիր, բայց բարևեցիր, բանից պարզվեց շատ լավ անznավորություն է։ Ես որ եկա ստեղ աշխատելու, երեխեն փոքր էր, 3 տարեկան, 2.5։ Ու տենց ծանգել էի դեսպանատուն, ասել էի ես կրեմ դասեր տամ, ասին մենք դասերով չենք զբաղվում, դուք այդ հայկական համայնքը գնացի մի երկու անգամ միջոցառումների ու այդ քո ասած էլ որոշեցի չգնամ։ Ես երիտասարդ էի, 26 տարեկան էի, ասենք ինքն այդ բանը չունեի, որ գնում էի, տեսնում էի մարդիկ իրար հետ սենց խումբ կանգնած էին, զրուցում էին ու ինձ սենց ուշադրություն չէին դարձնում, ես էլ այդ սովորությունը չունեի այն ժամանակ, որ գնաս էի բարի ձեզ, ես եկել եմ կարայի, կարող էի, բայց ասենք չունեի։ Դասիրակությունը թույլ չէր տալի։ Մի բան կարող եմ ասել։ Գիտեք, ասում չկա չարիք առանց բարիք։ Տեսեք, եթե այս դեպքը չլիներ ձեր հետ, Մարի ջան, կներես դուքով եմ խոսում, քո հետ։ Ինչի՞ ինձ հանցար դուքի, որ Հիմա այս դեպքը եթե քո հետ չլիներ հանկարծ, դու այդ ամեն ինչը տեսած չլներ, վերապրած չլներ, դու հիմա այս խնջույքները, այս օրգանիզացիաները, որ կատարում ես, չէիր անի։ Դու հիմա տես, դու հիմա նենց ես անում, որ հայերը հավաքվեն ոչ թե քեֆ անելու համար, այլ հավաքվեն իրար ճանաչելու համար, իրար գրկեն, համբուրեն, իրար փողոցում տեսնելուց ճանաչեն, ընկերանան, իրար հետ լինեն, ազգը միաձուլվի, ոնց որ ասած, ու դա այդ կետը, որ դու այն ժամանակ վերապրել ես, քեզ բերել է այս կետին։ Շնորհակալ եմ շատ։ Փշակաղվեցի ճիշտ որ քեզ ասեմ, Արտուր ջան, միշտ շատ հատկապես քո կողմից, որտեղ ասենք տենց մենք տենց շատ լավ իրար չենք ճանաչում, չնայած շատ լավ ընկերացել ենք իրար հետ, բայց բախտի բերմամ թե պատահմամբ մի օր խաշի հանդիպեցինք ու տենց այդ օրվանից սկսեց մերսի նանոին եւ մնացածին։ Ճիշտ ես ասում, կարևոր է։ Քեֆը չի կարևոր, կարևոր է մարդկանց հանդիպումը, մարդկանց, ասենք մենք որ երկրորդ անգամ մարդուն տեսնես, ասես, վայ, ինչ լավ է, ինչ հավես է, ինչ դա շատ կարևոր է։ Ու ինձ թվում է լավ նշեցիր այդ մեր երեկոները Armageddon Together-ը, արդեն դա ոնց որ մեր Էդգարն ու Խաչկն էին ասում իրանց զրույցի ժամանակ այդ մետայով, ասում է դարել է սովորություն։ Արդեն մենք էլ ենք գնում ուրիշներին, արդեն կամ ասենք գիտենք մայշիպտի գա հարցնի ում հետ ես այսօր ծանոթացել, ելի մոտ գնա ծանոթացի։ Հա։ Վարակիչ է դառնում դա արդեն։ Բայց դա ինձ շատ հաճելի էր։ Ճիշտ է, ես առաջի անգամ էի, անցած անգամ որ եկել էի, ինձ ու կարելի ասել մեծամասնությանը ճանաչում էի, բայց ինձ այնքան հաճելի էր, որ մարդիկ հավաքվել էին ու շատ հաճելի էր, որ երբ որ տեսնում ես կիրթ մարդիկ են հավաքված ու ոչ թե հավաքվել են զուտ խմելու կամ ապարելու համար, բայց նստել են, զրուցում են, ինչ որ բաներ են քննարկում, ինչ որ պրոյեկտներ են ստեղծվում, ասենք, դա շատ հաճելի էր։ Օրինակ, ես մարդկանց կար, որ 10-15 տարի չէի տեսել, չնայած կողքի ենք ապրում, Անտվերպենում նույն քաղաքում ենք ապրում, բայց այդ հավաքույթի ժամանակ առիթ եղավ, տեսա, հանդիպեցի ու ոնց որ ասած իմ երիտասարդությունը վերապրեցի, հիշեցինք մեր լավ օրերը անցած, դժվար օրերը անցած ու շատ հաճելի էր դա, շատ լավ բան է կազմակերպվում։ Շատ ուրախ եմ, կարևոր իմ համար դա է, բայց արի վերադառնանք Արտուրիկին։ Այ լավ ասիր Արտուրիկին։ Արտուրիկը 16 տարեկանում գալիս հասնում է Բելգիա, մի խոսքով հանդիպում է մեր հարգարժան տիկին Ռոզային կամ Ռոզա ոնց որ Չէ, ինքը ասում են ծոցա չասեք։ Չասեք, միշտ երիտասարդ։ Ինքը միշտ երիտասարդ է, այո։ Մաման ու եղբայրը, հա, գալիս են միանում են ձեզ, ինչ ոնց է ստացվում քո կյանքի սկիզբը ստեղ։ Շատ բարդ։ Դե սկզբից 1 տարի ապրեցինք ճամբարում, քանի որ դեռ կերակուր կար, քնելու տեղ կար, չէինք մտածում ոչ մի բանի համար, անցումային ժամանակ էր, սպասում էինք, որ պետքա թուղթ ստանայինք։ Այդ ընթացքում ստացվեց այնպես, որ հայր կային, որ Անտվերպեն քաղաքում աշխատում էին
ոսկու թաղում մեր ճամբար էին գնում գալիս, մայրս խնդրեց, ասեց կարող է ինչ որ մի գործ լինի, երեխային էլ օգնեք, աշխատի, որովհետև դե գիտեինք, որ աշխատանք չունենանք, չեն կարողանա մնանք ստեղ երկար։ Ստացվեց նենց, որ տարան ինձի մի պապիկի մոտ, ով որ ծնվել մեծացել էր Հայաստան, ազգությամբ հրյա, հետո ամուսնացել էր Թիվլիս, հետո գնաց է Իսրայել ու եկե Բելգիա, ուներ բիզնես փոքրիկ, շատ գումար չէի ստանում, օրը 2.5 եվրո գումար էի ստանում, աշխատավարձս այդքան էր, բայց շատ ուրախ էի, որ ինչ որ բան գտել եմ, կարողանում եմ աշխատեմ, 2-3 փողոցում վազում էի, խանութներից գնում էի ապրանքը վերցնում էի, բերում էի տալիս էի վարպետներին, ոսկերիչներին, հետո սարքում էին, տանում էի հետ վերադարձնում էի խանութներին։ Փողոցի վազող մալչիկ նա պաբիգուշկա, ոնց մի բան։ Արտուրը, որը Հայաստանում բավականին հայտնի բանդերում էր նվագել, ուներ որոշ ճանաչում ու դառնում է մալչիկ նա պաբիգուշկա։ Ասենք վստահ եմ, որ այդ պատասխանատվության զգացումը չէր թույլ տալիս, որ ուղեղը շատ աշխատեր, բայց ինձ թվում է գոյություններ, էմոցիաներ ու ինչ որ ուրիշ ֆրուստրացիաներ, որոնք անհնար է չունենայիր։ Ասենք անգամ եթե դա քո որոշումն էր քո ընտանիքի հետ գալը, բայց ես այտենց տարբերությունը շատ ռիսկ կտրուկ է, էլի ոնց որ ստացվել։ Այո, շատ կտրուկ էր ու սկզբի ժամանակը ես լինում էր տունը կռիվ էի անում, ասում էի եկեք հետ գնանք Հայաստան, մաման ասում էր մենք տուն չունենք, ախր մեր տունը ծախել ենք, պատկերացնում ես մենք բնակվում էինք Պուշկինի փողոցի վրա, որ Սուրբ Զորավոր եկեղեցին, այդ բակում ենք ապրել։ Իմ սիրած եկեղեցին է։ Ու պատկերացնում ես մենք մեր տունը վաճառել ենք շատ մատչելի $10,000 այն ժամանակ, որ դուրս գանք Հայաստանից, ծախսերը փակվի։ հա, ու գումար չունենք, գումարը ծախսել ենք, եկե հասել ենք ստեղ, ոչ մի բան չունենք։ Բացի Ռոզայից ոչ մեկ չունենք։ Ճախավորը։ Ինքն էլ ինչով կարողանում է մեզ օգնում թիգունք է կանգնում։ Ու հետո նենց ստացվեց, որ գնացի պապիկին խնդրեցի, ասեցի ես պետքա տուն վարձեմ, մերոնք տեղափոխվեն, արդեն ճամբարից հանում են դուրս։ Մի քիչ աշխատավարձս բարձրացրեք, ինքը ասեց 3 եվրո։ Չէ, սարքեց 10 եվրո։ Շուտ պետք է հարցներ ընկեր։ Հետո կամած նենց եղավ, որ այնտեղ բելգիացի տղա էր աշխատում իր մոտ։ Ես լեզու չգիտեի, այդ տղայի հետ դե ամբողջ օրը անգլերեն էինք խոսում, այդ փողոցում բոլորը անգլերեն են խոսում։ Հեռուստացույցից ու այդ տղայից անգլերեն լեզուն սովորեցի, ավտոմատորեն ոնց որ ասում, այդ տղեն ինձի ոնց որ մեծ եղբայրն էր։ Ինքն ինձ 10 տարի մեծ էր, ազգությամբ բելգիացի էր, բայց հոգով հայ։ Ինքը միշտ ինձի վերցնում էր հետը տանում էր կաֆեներ, ռեստորաններ, ասում էր ես գիտեմ դու գումար չունես, դու չնչին գումար ես ստանում, քո գործը չի, ես կգամ քեզ կվերցնեմ, կգնանք, կհանգստանանք, շատ լավ տղա է։ Ու այդ տղան ինձ ասում էր դու կանգնի կողքս, երբ որ ես գործ եմ անում։ Սովորի։ Ինքը ինչ էր անում։ Ինքը ոսկերիչ էր, շատ լավ ոսկերիչ էր։ Մեր աշկով փախցրո։ Մի 2-3 օր կանգնեցի կողքը, հետո ասեցի կարամ փորձեմ, ասեց նստի փախցրել եմ։ Փորձի, եթե չստացվի մի բան փչացնես, ես կսարքեմ, չեն իմանա իրանք։ Հանգիստ նստի փորձի, ես նստեցի, փորձեցի, ստացվեց մոտս։ Մեկ էլ ասեց դու գող ես։ Ես նենց վատը զգացի այդ պահին, ասինքն գող եմ։ Սենց ամ լսի դու աշկերով արեստը գողացար մի քանի օրվա մեջ։ Ասեցի ես այն որ ասում եմ ստիփած, ես չէի սիրում ոսկի։ Հիմա մի բան պատմեմ, ուրեմն իմ սաղ ազգուտակը մամայիս կողմի, ոսկերիչներ են, քարքցողներ են։ Իմ մորաքրոջս ամուսինը, որ իմ կնունքիս քավորն է եղել, ինքը եղել է հիմնադիրներից մեկը Հայաստանի Երևան քաղաքի ոսկերչական գործարանի։ Իրանք 5 եղբայր էին, իրանք սերունդից սերունդ անցել։ Այո, իրանք 5 եղբայր էին, իրանք շատ անունով մարդիկ էին Երևան քաղաքում, շատ լավ արհեստավորներ, քերուս տղաներն է սովորեցին, քերուս տղան, մեծ տղան այդ գործարանի ոսկու պահեստապետներ։ Ու տատիկս միշտ ասում էր, երեխուն տարեք արհեստ սովորացրեք, անհերա մեծանում, եկուց միսօր որ գոնե կարանա հացի փող աշխատի։ Երաժշտությանը, ումա պետք գնա ոսկիչություն սովորի։ Էդ էլ ասում էր երեխեն սաղորը տինգլը մնգլն է անում։ Այդ քսիլաֆոնը որ նվագում է, ասում էր հերիք այդ տանգլը մնգլը անես, մենակ այդ մուզիկան գիտես, այդ տղա գնա մի հատ արհեստ սովորի, որ հացի փող առնես։ Որ եկել է ինքս տե ասում է տենում ես այդ արհեստը չսովորեցի, ես տանգլ մնգլով ստե հացի փող չեմ աշխատում։ Բայց եկան այն ստացվեց, որ իրոք չէի սիրում, դրա համար չէի ուզում սովորեի այդ արհեստը։ Իրոք
Չգիտեմ ինչու, ինձ միշտ թվում էր, ես որ երեխա եղել, միշտ այդ շրջապատը տեսել էի, ինձ միշտ թվում էր, որ իրանք խուլիգան են, ծխող, խմող, ինչ որ մի ոնց ասեմ, մեկ ուրիշ աշխարհի մարդիկ են, ու ինձ հաճելի չէր ես դառնայի ոսկերիչ։ Բայց եկա ու ընկա էլի այդ թաղը, եկա ընկա այդ մարդկանց շրջապատը, Տեսար ուրիշ ձևել է լինում։ չէ, էլի ծխել, խմել, ավելի վատ բաներ, բայց դա արդեն կախված է քեզնից, թե դու կօգտագործես թե ոչ, էլի։ Դե այստեղ արդեն եմ որ ասում չարահաճալ չէ, այտենց ոնց որ Չարահաճալ, այո։ արդեն։ Որտեւ ես ուրիշ ճար չունեի, փոքրը եղբայրս էր, մայրս էր, մենք ուրիշ ճար չունեինք, ես պետքա ինչ-որ կերպ կարողանայի այդ տանվարձը վճարել։ Իմ աշխատավարձն էլ հենց սկզբնական մի քանի ամիսը հազիվ կարողանում էի այդ տանվարձը վճարեի, բայց հետո որ արդեն մի քիչ արես սովորեցի, մի քիչ ուրիշ բաներ սովորեցի, արդեն գումարս բարձրացրեցին, այն ժամանակ 1000 ֆրանկ էի ստանում, 25 եվրո էր արդեն, դա մեծ գումար էր։ Օրեկան։ Այդ 1000 ֆրանկով արդեն կարողանում էի տուն պահեի։ Բարձա։ Ու լավ էի զգում ինձ, արդեն կարողանում էի տուն պահեի, ու ես միշտ ասում էի, որ ես երաժիշտ եմ, այդ ընկերս Դենիսը, որ ոսկերի չէր, մի օր եկավ ասեց, լսի, դու ինձ ասում էիր, որ դու երաժիշտ ես ու քսիլոֆոն ես նվագում, վիբրաֆոն, մարիմբա, ասի հա։ Արի տեղ են գնում, ասի ուր են գնում, բայց այդքան կտենաս։ Դու մի ասա ինքը քաղաքապետարանում ծանոթ ունի, Անտվերպենի քաղաքապետարանում, այդ ծանոթը ասելա, որ մեզ մոտ նվագողներ ենք ման գալի, որ այդ շքերթների ժամանակ դուրս են գալի փողոցներում նվագում են, համերգներ են տալի բան, որ գա նվագեն։ Նա ասել է ես երիտասարդ ընկեր ունեմ, ինքը Հայաստանում կոնսերվատորիա ավարտել բան, ասի լսի ինչ ես գլուխ գովացել, ես կոնսերվատորիայի դռան տեղս չգիտեմ, ասեց ոչինչ, կեթանք մի բան կլինի։ Գնացինք, նոտաները տվեցին, ասին քեզ ինչքան ժամանակ է պետք որ պատրաստվես գաս մեր այդ փորձին մասնակցես, ասի կես ժամ տվեք, գնամ տեսնեմ ինչ եմ անում։ Բայց կես ժամ, չէ, մենք ասին գնաս տունը պարապես գաս։ Ասի չէ, կես ժամ տվեք, գնացի մի հատ առանձին սենյակ հատկացրին, մի քիչ պարապեցի բան, եկա սկսեցի իրանց հետ նվագել, դիրիժորը եկավ մոտեցավ, ասում է դու կոնսերվատորիա ես ավարտել։ Ասի չէ։ Ասում է բանկերդ ասեց, ասի դե կատակար է, ասի ես սովորական դպրոց եմ ավարտել, ուրիշ բան չեմ ավարտել։ Ասում է եթե ձեր մոտ Հայաստանում դպրոց է սենց մակարդակ ունի, ուրեմն բրավո ձեզ, դուք լավ երաժիշտներ ունենաք։ Ասի դու երևի հայերի հետ ծանոթ չես, ասեց չէ, ծանոթ չեմ։ Ասի ոչինչ, ընթացքում կծանոթանաս։ Ու ինձի վերցեցին իրանց մոտ, բայց ցավոք սրտի ես որ թուղթ չունեի, որպեսզի ինձի օֆիցիալ վերցնեին իրանց մոտ որպես աշխատող, ես սևով սկսեցի իրանց մոտ անվճար գնալ նվագել, բայց ընկերս միշտ գլուխ էր գովում, դրմեք ինչ ընկեր ունեմ, ոնց է նվագում։ Ապրի այդ ընկերը։ Հա, ինքը շատ լավ տղա է, շատ։ Ապրի։ Ու դե ցավոք սրտին են ստացվեց, որ թուղթ չէի ստանում բան ու ասեցի ես չեմ կարող շարունակել, որովհետև ամաշխատում էի, համ գնում էի պարապմունքներ փորձերի, չէի հասցնում, ասեցի դե իզուր եմ գալի, մեկը դու գնում եք համերգների, ես մնում եմ ստեղ։ Ես Բելգիայից դուրսը չեմ կարողանում գամ։ Մենակ ինչ Անտվերպենում ասենք լինում է, այդ ժամանակ եմ կարողանում ձեզ հետ նվագեմ։ Ասեցին դե հասկանում ենք իհարկե, բայց որ թուղթ ստանաս, հետ կգաս, ասի անպայման։ Նեն ստացվեց, որ հետո թղթի համար օրենք դուրս եկավ, որ եթե ուզում ես պետքա գնաս օֆիցիալ աշխատես, ես էլ գործ գտա Զավընտմում, մեր օդանավակայանում, ռեստորանում, այնտեղ աման լվացողի գործ էր։ Գնացի աման լվալու։ Մեր հայ ժողովուրդ ինձ երբեք չի դադարեցնի զարմացնել, էլի։ Գնացի աման լվալու, 2 ամիս հետո աման լվալու սենյակից ինձի հանեցին, ասին տղա ջան, սա քո տեղը չի, գնա Տնորեն։ Չէ, տնորենի չտվին, բայց գնա արդեն սրահում աշխատի, մեզի սրահում մարդիկ են պետք, դու էլ անգլերեն ու ռուսերենը գիտես, այն ժամանակ շատ էին ռուսախոս մարդիկ գալիս, գնա կմատուցես, անգլերենը գիտես, ռուսերենը գիտես, քեզ հերիքա։ Սկսեցի մատուցող աշխատել, 2 ամիս հետո էլ մատուցողից ասեցին խոհանոցում տեղ է բացվել, խոհարարին օգնական, ինքը քեզ է ուզում, ասում եմ 2 անգամ գնացի օգնել ես, որ ձեր միջման ուտելիքները սարքես, ինքը տենում է, որ լավ կտրտում ես, բան ես անում, օգնում ես, եփում ես, բան, գնա իրան օգնող։ Այդպես գնացի մի տարի խոհարարի օգնող աշխատեցի, հետո բայց հոգնում էի, շատ էի հոգնում, մինչև թուղթ ստացա։ Թուղթը ստացա դուրս եկա, որովհետև այն ժամանակ գնացք չկար Անտվերպենից օդանավակայան գնացող, ես առավոտյան ժամը 4-ին գնացք էի վերցնում Անտվերպենից գալիս էի Բրյուսել, ժամը 5-ին հասնում էի Բրյուսել Նորդ, մի կես ժամ սպասում էի Նորդում, միջև գնացքը կգա, որ նստեմ, գնամ 6-ին լինեմ
օդանավակայանում, որպեսզի աշխատեմ։ Հետո էլ ասենք երեկոյան էլ տենց հոգնած, էլի տենց 4 ժամ ճանապարհ ես գնում գնացքներով։ Այն ժամանակ չկար էս լյուքսը, որ sense նստեիր 15-20 րոպեից Անտվերպենից հասնեիր ինչ որտեղ, հա, այդ վիճակը չէր։ Հոգնում էի, բան, հետո այդ թևս բորբոքվել էր, որ ամբողջ օրը կրակի դեմը կանգնած էի աշխատում էի, օպերացիա արին թևիս տակը բորբոքված էր, բան, ասի դուրս եմ գալիս, հետ եմ գնում իմ աշխատանքին, ոսկու թաղ, ու գնացի այնտեղ արդեն մեր հայր կային, հայերը այնտեղ օֆիսներ ունեին, իրանք ասեցին կգաս մեզ մոտ անվճար քեզ կսովորեցնենք քարքցել միկրոսկոպով դիամանտը, որ շարում են ոսկու վրա, դա նորմալը արժեր 10-ից 15,000 եվրո, որ վճարես, որպեսզի քեզ սովորեցնեն այդ արհեստը, բայց մեր հայերը անվճար ինձ համար արեցին, կային երկու եղբայրներ, Բեգյանները, Կարոն եւ Արմենը, չգիտեմ, կարող է ճանաչեք, Կարոն հենց Բրյուսելից է ինքը, անվճար օգնեցին, ես սովորեցի, դե ինչ ժամանակ այդ փողոցում իրանք ամենաուժեղ մեծ ֆիրմաները ունեին։ Ու իրանց հետ աշխատեցի մի քանի տարի, հետո նենց եղավ, որ այդ ֆիրման իտալական ֆիրմա էր, Կազաջի էր կոչվում, տեղափոխվեց Հայաստան։ Տեղափոխվեց, որ այնտեղ պետք է արտադրանք տան, ոնց որ ասում եմ, ավտոմատորեն ինքնուստ մնացինք անգործ։ Մենք թուղթ ունեինք, մաման ասեց դու քո համար բաց արա, քո համար աշխատի, մաման ուներ դիպլոմ, որ կարայինք բացենք, պետք է այն ժամանակ անպայման բարձրագույն թուղթ ունենայր, որ թույլ տային, որ բիզնես ունենայր։ Բացեցինք, սկսեցինք աշխատել, հասանք մինչև 10 աշխատողի, այո, տենց մի 2-3 տարի աշխատեցինք, լավ էր, մինչև թալանեցին ինձի, այո, մեկ օր եկա, տեսա, որ տարել են ամեն ինչ, կորցրել եմ ամեն ինչ եւ պարտկերի մեջ եմ, դե պարտկերը փակեցի ճիշտ է, կլիենտներին դիլխորտը որ ասում չթողեցի, որովհետեւ ես երբեք կյանքում ոչ մեկի չեմ սիրում պարտք լինել, դժվարությամբ ճիշտ է մի քանի ամիսների ընթացքում կամաց սաղ փակեցի ու հեռացա այդ փողոցից։ Հեռացա, ասեցի այլևս չեմ վերադառնա եւ 2007 թվին հեռացել եմ ու այլևս չեմ վերադարձել այնտեղ։ Ինչ ես արի 2007-ից հետո։ 2007-ին առաջի անգամ ամուսնացա եւ այդ իմ ամուսնությունը դարձավ իմ նոր բիզնեսի ալիքը։ Քանզի որ ասում եմ ցանկացանք ամուսնության ագենստվա էր բացել։ Նման բան, դե հիմա կասեմ։ Չէ, լուրջ։ Չէ, հարսանեկան խանութ ունեի։ Նենց ստացվեց, որ մենք ուզում էինք մեր սրահը զարդարեինք, որովհետև շատ հին սրահ էր։ Ոչ մի կերպ ոչ մեկ չէր կարողանում հարմարացնել այդ աթոռի շորերը չէին բռնում աթոռներին, սեղանի շորերը չէին բռնում այդ սեղաններին, ինչ որ նախկին կնոջս մայրը, նախկին կնոջս հետ, հա, իրանք կարող էին, դրեցին այդ ամեն ինչը կարեցին, սարքեցին, դե մի 200-300 հոգանոց սրահի համար ամեն ինչ ունեինք արդեն, մոմակալներ առանք, էս արինք, այն արինք, հարսանիքը անելուց հետո, ասինք դե ինչի մնա սենց, սկսեցինք կամ վարձով տալ, կամ էլ մենք ինքներս գնում էինք, արդեն սրահները զարդարում էինք, 2008 թվին խանութ բացեցինք, ունեինք հարսանեկան խանութ, որտեղ նաև վաճառում էինք հարսի շորեր եւ նաև արդեն ես կազմակերպում էի տարբեր սրահներ էի վարձում, կազմակերպում էի կնունքներ, հարսանիքներ։ Բազմատաղանդ երիտասարդ ես պաստորեն։ Չէ ասի։ Դես ասեցի։ Շնորհակալություն։ Տենց աշխատեցինք մինչև 2014 թիվը։ Հետո արդեն եղավ նենց, որ երկու երեխա ունեինք, շատ բարդ էր ամեն ինչը։ Մենք օրը 24 ժամ աշխատում էինք ու ես մի օր ջղայնացա, ասի խանութը փակում ենք ու այս ամեն ինչին վերջ ենք տալի, գնում ենք ինչ որտեղ աշխատելու, որ մեր երեխեքի երեսը տեսնենք։ Ես գնացի, սկսեցի քշել մեծ մեքենաներ, truck։ Կինս էլ գնաց մենեջեր էր խանութում։ Տենց աշխատեցինք մինչև COVID։ Կովիդով փակեցիք։ Չէ, COVID-ի ժամանակ դե սաղս նստեցինք տունը։ Նենց ստացվեց, որ COVID-ից առաջ բաժանվեցինք ես ու կինս, հետո բոլորս նստեցինք տները, հետո արդեն COVID-ից հետո կյանքը փոխվեց իմ մոտ։ Ես եկա ավելի շատ հավատքի, ամուսնացար էլի։ Այս վերջերս եմ ամուսնացա։ Պատճիկներ քո գեղեցիկ կնոջ։ Շնորհակալություն։ Հավատքը ինչ որ առիթ է եղել կամ ինչ որ դեպք է եղել, որը քեզ բերել է հավատքի, թե ոնց է։ Նու ինձ թվում է
հայ լինելով մենք ծնված օրվանից լսում ենք, որ մենք հայ ենք, եւ այլն, այդ ամեն ինչը կա ու որևիցե կերպ հավատք ունենք մեր մեջ։ Բայց այդ հավատքի արտահայտումը Մի քիչ առաջ պարոն Սերգեյի հետ որ խոսում էինք, ինքը ասեց մենք հայերս երբ ծնվում ենք, մենք աստվածային հոգով ծնվում ենք։ Դա տենց է, իրոք տենց է։ Քանի որ մենք ինչքան էլ ուզենանք թե չուզենանք, հասկանանք թե չհասկանանք, մենք իրոք պետք է հասկանանք, որ մենք ընտրյալ ազգ ենք։ Հիմա կարող է մարդիկ լինեն ասեն դա տենց չի, աստվածաշնչի մեջ դա գրած չի, կամ դա տենց է, բայց ես գտնում եմ, որ դա տենց է։ Մենք ինչքան էլ Աստծուց հեռանում ենք, Աստված մեզանից չի հեռանում։ Ու մենք միայն միշտ պետքա փառք տանք Տիրոջը, որ մենք ծնվել ենք ազգությամբ հայ։ Դա իրոք չեմ ասում հպարտանանք, բայց դա իրոք հպարտանալու տեղել է թողում, որ մենք իրոք ազգությամբ հայ ենք։ Ու եթե մենք նայենք մեր պատմությունը, մենք վաղուց պետքա գոյություն չունենայինք այս աշխարհի վրա։ Մենք պետքա վերացած լինեինք, մենք եղել պետությունը ենք կանք ու դեռ կլինենք։ ապրես։ Իսկ դա գալիս է Տիրոջով։ Որովհետև Արարիչը երբ ստեղծեց այս աշխարհը, ինքը ստեղծեց նաև մարդուն։ Հիմա մարդիկ կուզենան կհամաձայնվեն թե չէ, բայց ես միշտ եմ ասել, որ առաջին մարդիկ խոսել են հայերեն, գրաբար հայերեն։ Դու իմ պապայիս հետ իրար լավ կհասկանաք։ Որովհետև երբ Բաբելոնը կառուցում էին, Հայկ Նահապետը վերցրեց իր ժողովուրդը եւ հեռացավ Բաբելոնից։ Երբ Աստված լեզուները մարդկանց փոխեց, Հայկ Նահապետը իր ժողովրդի հետ այլևս այնտեղ չէր։ Ինքը իր հողում էր, Արարատյան դաշտավայրում էր, իր Արարատյան հողում էր։ Այսինքն մենք մնացինք այն լեզվին, որ լեզվով խոսում էր Նոյ Նահապետը, որ լեզվով խոսացել են Ադամն ու Եվան։ Հասկանում ես, Բայրոնը իզուր չի ասել, որ երբ որ ուզում ես աղոթես, պետք է աղոթես Աստծուն միայն հայերեն գրաբար լեզվով, որովհետև դա աստվածային լեզու է։ Ես չեմ ասում գովալու համար, ես չեմ ասում, որ մենք ենք որ կանք, ուղղակի մենք պետք է դա հասկանանք ու գնահատենք։ Իմ մոտ ուշ եկավ այդ ամեն ինչը, 40 տարեկանում եկավ այդ ամեն Չեմ ինչը։ կարծում ինչ որ ժամկետ կա դրա համար, դա գալիս է այն ժամանակ, ամեն ինչ կյանքում գալիս է այն ժամանակ, երբ որ ես հիմա այս ինտերվյուների ժամանակ եմ ասում, մարդկանց հետ երբեմն ծիծաղում ենք, ասենք ուր է իր միջև հիմա չկա իր, ասենք ծանոթանում ենք, ես վստահ եմ, որ մարդիկ հանդիպում են։ Ես մի քանի այն պահին, որ պետք է հանդիպեն։ Ես օրինակներ ունեմ, միշտ ասում եմ շատ մոտիկ ընկերներից մեկը ամուսնացավ մի հատ ինքը լիբանանցի աղջիկա, ամուսնացավ իսպանացու հետ, ոնց որ ծանոթացան հոկտեմբեր ամսին, ասենք մի թվի հոկտեմբեր ամսին, ու շատ շուտ իրանց մոտ զարգացավ այդ հարաբերությունները, ամուսնացան, ու ես գտա մի հատ նկար, որտեղ ես միջոցառում էի կազմակերպել, ու իրանք երկուսով ներկա էին այդ միջոցառմանը դրանից մի տարի առաջ։ Մենք ունենք նկար, որի մեջ ես այդ աղջիկը նկարված ենք, այդ տղան մեր կողքի սեղանին կանգնած է։ Հասկանում ես, այսինքն իրանք չեն տեսել իրար այդ պահին։ Իրանք տեսել են իրար մի տարի հետո մի հատ միջոցառման ժամանակ, որ էլի ուզեմ ասեմ, բաներ կան, որ լինում են, ես վստահ եմ, ես ու դու կարող ես շատ հաճախ ինչ որ տեղեր իրար տեսել են կամ դու միշտ այդ քո YouTube-ան այդ հաղորդումները գցում ես իմ խմբում արմին, ես իմ պրոցեսում, որ ես միշտ հաստատում եմ, միշտ ասեք ու միշտ խոսացել էինք, որ Բելգիային ուզում ես, այսինքն Արիսը մեզ ասել է, որ Արտուրը ուզում է Բելգիային աջակցի եւ այլն, խոսակցությունը կար, բայց երբեք երեք չէինք զրուցել։ Հա, բայց չէինք հանդիպել։ Ոչ մի բան պատահականությունը դա քրիստոնեական կամ մեր հայ ազգին համապատասխան բան չի։ Պատահական ոչ մի բան կյանքում չի լինում մարդ։ Եթե կարող եմ մենք հանդիպեինք ինչ որ փողոցում կամ ինչ որ միտեղ, մենք այդ փողոցում չեմ ծանոթ։ Դե նկատի ունեմ ինչ որ շատ լուրջ է։ Թեման մի քիչ շատ լրջացա։ Չէ, ուզում եմ ասեմ, եթե մենք ծանոթանայինք, օրինակ, կարող է եկեղեցում դու պատարակի գայր այնտեղ ծանոթանայինք, կամ մեկ ուրիշ տեղ ծանոթանայինք, մենք չունենայինք այն հարաբերությունը, ինչ ունեցանք խաշի տեղը։ Հիմա բացանտրենք այդ խաշի պատմությունը, ես ու Նանո նստած ասեցինք խաշ ենք ուզում։ Այո։ Ասեցինք ոնց կազմակերպենք, ասես թե դու ընկերներին ասա, ես իմ ընկերներին ասեմ։ Ու մենք այդ երեկոյին այդ օրը հավաքվեցինք Կասկադ ռեստորանում,
Բարևներ բոլորին։ Ես իմ ընկերներով, դու ձեր ընկերներով, որոնցից մի մաս իրար ճանաչում էր, մյուս մաս իրար չէր ճանաչում։ Այո։ Ու սկսվեց։ Ու սկսվեց։ Անես տպավորություն ոնց որ ես եկա տուն մամայի հետ էի խոսում, ասի մամա, ես հենց նոր խաշ եմ կերեմ մարդկանց հետ, որոնցից մի մասին չէի ճանաչում։ Ու ես այնքան ջերմություն եմ ստացել։ Ու ինչ հետաքրքիր էր դրա հաջորդ օրը, կարծեմ, Զավանտեմում ժամադրություն ունեի Արմինեի հետ ինտերվյու տյանեի Ավետիսյան, ու եկանք առավոտը Մարինին տեսանք։ Ու ասենք լավ մի հատ սուրճ խմենք, նոր Մարինը երեխեքիներ թողեց, տենց ու այս խոսակցությունը հավատի եկավ մեջ։ Ու շատ հետաքրքիր բան եղավ, որտեվ ես ասեցի օրինակ իմ հետաքրքիր էր, որ ասենք դուք մի մաս ձեր ուխտավորների Եկեղեցու ծառայողներ եք, մերսի որ ճիշտ բառ ասեցիր։ Մյուս մասը ակտիվ չեն, ասենք կրոնի մեջ, հա։ Բայց էլի մշակույթի ինչ որ մի մաս են կազմում։ Հայ են, բայց ոչ մի պահ այդ խաշի ժամանակ, հա, այդ հավաքույթի ժամանակ ոչ մի պահ չեղավ, ոչ ինչ որ ագիտացիա, ոչ ինչ որ դատապարտում, ոչ ինչ որ քննադատում, ոչ մենք ընդհանրապես չխոսացինք դրա մասին։ Ու մենք ինչ էինք խոսում Մարինեից հետ, որ խոսում էինք, ասում էինք, ես ասացի, ես այնքան հաճելիորեն զարմացած էի, որ հանդիպեցի մարդիկ, որոնք իրանց հավատքով ուժեղ են, բայց որոնք իրանց հավատքը ուրիշների վրա չեն не навязывают. Բանը իմ պապիկիս մամայիս պապայի պապան եղել է բանի Թիֆլիսի Հավելաբարի հայկական եկեղեցու գլխավոր քահանան։ Իմ պապիկս ինձ միշտ ասում էր, որ սպիչուկես մի դու հայրմերը սովորես, իմանաս։ Մեկ էլ ասում էր, որ գիշերը գնում ես քնելու, եթե դու ցենց աչքիդ փակում ես ու հանգիստ քնում ես քո խիղճը քեզ չի տվայտում։ Դու աստծո առաջ մաքուր ես։ Իմ միշտ մնացել է այդ սովորությունը, ու մենք չեմ կարծում Մարիններ ասեց, որ սրուցում ենք, ասեց գիտես ինչն է վատ, որ երբեմն կրոնը հավատքը փոխանցվել է չի կարելի կամ վախենալու միջոցով ու շատ երեխաների կամ մարդկանց մոտ գուցե դա սենց ստոպ առաջացրե, որտեվ դա այդ սենց ստիպողական ու ես դա անգամ աղջիկներին ասի, գիտեք ասի, գուցե արժի մի հատ տենց հանդիպում սենց կլոր սեղան անեք Բելգիայի ռադիոյով, որ զրուցեք, ասենք տարբեր փորձեր, կյանքի փորձերի մասին այդ բնակավարում ես անկեղծորեն, հաճելիորեն զարմացած էի, չեմ կարծում իսկ կրոնից հեռու եմ, մոտիկ եմ, թվում է միջին հայ եմ, որը հավատում է իր ձևով։ Բայց այդ օրը այն փաստը, որ մենք բոլորս իրար հետ սենց ջերմ ծանոթացանք, ընկերացանք ու լավ, ասենք դրանից հետո մենք մի անգամ իր հետ խոսացինք, ուցո 15,000 տարի գերներ լինենք, համաձայն ես։ Ու ես շատ ուրախացա, այն օրն էլ եկել էի Անտվերպենի միջոցառմանը եկեղեցունքից, հա, ապրիլի 7-ի, ու ես այնքան սենց հաճելիորեն սենց ուրախացա, սիրտս լցվեց, որ տեսա այդ հարաբերությունները մարդկանց, այդ երախտապարտ ու զգացումը մարդկանց հանդեպ ու որ մասնակցել էր էլի, ապրեք, շատ հաճելի է ամեն դեպքում տեսնել, ոնց եք դուք բոլորդ իրար հետ համախմբված ու ես վստահ եմ, որ այդ սիրո միջոցով մարդիկ կան դեպի հավատք։ Ամեն։ Հիմա քեզ սենց բան ասեմ, եթե ես գայի խաշի տեղը ու սկսեի քեզ Քրիստոս խարոզեի, չէիր ասես, հիմար եկել է խաշ ուտելու, թե եկել է քարոզ կարտել։ Հիմար չի ասի, բայց կարող է ջղայնանալ։ Ջղայնանալ, ապրես։ Քրիստոսին մեր վարդապետները, մեր Բելգիայի վարդապետները շատ լավն են, իրանցից ես շատ բան եմ սովորել։ Ես որ գնում էի, ասենք, շատ դեպքեր ա եղել, ես եւ հայր զատիկը գնացել ենք ճաշելու միասին, երկար ճանապարհ գնալու ընթացքում կանգնել ենք ճանապարհին, ճաշել ենք, որպեսզի շարունակենք գնանք պատարակ մատուցելու կամ ինչ որ մի արարողության, երբեք թե ճանապարհին, թե ճաշելուց ես չեմ լսել, որ հայր զատիկը ինչ որ քարոզի ինձ։ Երբեք։ Ու ինքը նենց է ինձ հետ վերաբերվել, որ ես այդ ջերմությունով ինքս եմ ցանկացել հասկանամ ինչի է դա տենց, ինչ ճանապարհով է դա ձեռք բերվում, չէ որ եթե դու երջանիկ ես, դու սեր ես փոխանցում, դիմացինը դա զգում է, ինքը ուզում է ինքն էլ երջանիկ լինի, ինքն էլ է քեզ ուզում սեր տա, չէ։
ու եթե դուք իրար հետ այդ կարողանաք այդ կոնտակտը ունենաք, իրար սիրեք, այդ մարդկային ու հարաբերական սեր ունենաք, չէ որ դա մենակ մարդկային չի, դա հոգևորել է, դա այդ ջերմությունը, որ մենք Ես ասում ես մենք հետո զանգեցինք ոնց որ 10-15 տարվա ընկերներ, քույր ու եղբայրներ խոսենք, դա գալիս է նրանից, որ ես էլ այդ նույն ջերմությունը քեզնից ստացա։ Որովհետև ես դա փոխադարձ է ինձ թվում։ Հա, փոխադարձ էր ու բոլորս, ասենք մեր Արթուրի հետ նստած ենք։ Ինչքան ծիծաղեցինք այդ օրը, բայց ինչ հավեսոր էր, ասա։ Այո, շատ, ասենք խոսքի այդ ջերմությունը բոլորս իրար փոխանցեցինք մեկս մյուսիս ու քրիստոնյան միշտ մեր վարդապետները ինձ տենց են սովորացրել, ասում են դու ապրի երջանիկ, ապրի Քրիստոսով, թող դիմացինը տենա, որ դու իրան սեր ես տալի, թող դիմացինը զգա այդ սերը ու ինքը ավտոմատ ինքն է կուզենա Քրիստոսով ապրի, որ այդ երջանկությունը ունենա։ Ոնց է կար դու այդ YouTube-յանը ալիքի մտքին, ինչ բերեց քեզ այդ YouTube-յան ալիքի մտքին։ Ես սենց ասեմ, ես երբ որ միջև կովիդը, երբ որ ես մեծ մեքենա էի քշում, տրակ էի քշում, երբ որ ես դա էի քշում, ես ընթացքում գնացել էի ակադեմիա սովորելու, ես ավարտեցի երաժշտական ակադեմիան որպես երաժշտական պրոդյուսեր Բելգիայում, Լիր քաղաքում, իսկ Սին Նիկլաս քաղաքում էլ արվեստագիտական ակադեմիայում էլ ավարտեցի սցենարիստ ռեժիսոր, որպես ֆիլմ նկարահանող։ Ավ դու այսօր որտեղ ես աշխատում։ Լրիվ ուրիշ բնակավարում, հեսա կասեմ։ Ու ստացվեց այնպես, որ երբ կովիդը եղավ, ես ավարտել էի, ես մի քանի հատ կարճամետրաժ ֆիլմեր էի նկարահանել, իմ ամենավերջի ֆիլմը, որ նկարահանել էի կարճամետրաժ, իմ սցենարս Կանի ֆեստիվալում էր ընտրվել որպես ընտրություն։ Այո, բայց ֆիլմս չընտրեցին, որովհետև ֆիլմից որակը այդքան բարձր չէր, գումար չունեի, ես ակադեմիական վիճակով էի նկարահանել, բայց էլի շնորհակալ եմ Աստծուն, որ հնարավորություն ձեռնբերվեց, ես անվճար մի հատ ֆիլմ կարողացա նկարեմ իմ ընկերների շնորհիվ, բոլոր դերասանները անվճար եկան նկարահանվեցին ու Բելգիայում հայտնի դերասաններ ու շատ լավ կարճամետրաժ ֆիլմ էր, որտեղ իմիջիայլոց մեր կյանքն է ցույց տալի, այսինքն երբ մարդիկ գալիս են Եվրոպա, հանձնվում են։ Կարող ենք տեսնել այդ ֆիլմը կա։ Իհարկե, on-line չկա, բայց կարող եմ դնել, կնայեք։ Կոչվում է The Truman, այսինքն դիր դնենք նայենք։ Ու դա մեր ինտերվյուների մասին է, որ գալիս ենք ստեղ հանձնվում ենք, դե կան մարդիկ, որոնք շատ ախմախ բաներ են, չէ, պատմում, գալիս են ու ինքը տրագիկոմեդիա է։ Դու կհավանես այդ ֆիլմը, որովհետև դա տրագիկոմեդիա է։ Դու երևի քո կյանքում տենց բաներ տեսած կլինես։ Բայց ես միշտ ասում եմ, մարդիկ երջանիկ կյանքից չեն պատմում դա։ Իրանց ասել են սենց պետք է ասես, որպիսի։ Այո, ցավոք սրտի։ Դու որ դու ասեցիր տունը վաճառել են, գիտես ինչքան մարդ են ասել, բայց ախր մեզ խոսք են տվել, որ մենք պետք է գանք ու ստեղ, ու մենք ինչ ունենք վաճառել ենք, այդ քո ասած հետադարձ ճանապարհի ցանկությունը կա, բայց այլևս հնարավորությունը չկա։ Ցավոք սրտի դա տենց է։ Ու ես որոշեցի, երբ ավարտել էի ակադեմիան եւ երբ կովիդն էր, ես շատ ծանր հիվանդություն էի տարել ու տիրոջ կամքով ստացվեց նենց, որ ես կարողացա բուժվեմ ու վերականգնվեմ ու չմահանամ, փրկվեմ։ Պատկի ասում ես քեզ չծանոթանային, ո՞ս կլներ։ Դա առաջի դեպքն էր, բայց վերջինը չէր։ Միշտ է փրկվել եմ շատ ծանր հիվանդություններից։ Միշտ էր ինձ փրկել է, փառք Տիրոջը։ Ու եղավ նենց, որ ես որոշեցի, որ նկարահանեմ քրիստոնեական դոկումենտալ ֆիլմեր, այսինքն մարդկանց քարոզեմ Քրիստոս դոկումենտալ ֆիլմերի միջոցով։ Հետո մտածեցի, որ ես գաղափար չունեմ, քանի որ գաղափար չունեմ, ինձ պետքա ես հասկանամ սկզբից աստվածաբանություն։ Ես գնացի Անտվերպեն քաղաք, ընդունվեցի համալսարան, աստվածաբանական բաժին։ Вечный студент։ Սովորում եմ հովվական աստվածաբանություն, այսինքն pastoral theology։ Սկսեցի սովորել, որպեսզի հասկանալով նկարահանեմ ֆիլմեր։ Սկսեցի սովորել, սկսեցի ավելի խորանալ, ավելի հավատքի մեջ ուժեղանալ, չեմ ասում ես ինչ ուժեղ հավատքի մեջ եմ, բայց սկսեցի արդեն ծառայել եկեղեցուն, այսօրվա օրով ձեռնադրված դպիր եմ, փառք Տիրոջը, ծառայում եմ Անտվերպեն քաղաքի եկեղեցում, Մեխելենում, Բրյուսելում, ապրես։ Բոլոր տեղերը ծառայում եմ։ Ապրես, իսկ թվում է շատ կարևոր է, որ քո նման մարդիկ հավատքը տենց տարածեն, որովհետև ինքան պոզիտիվ ու սենց բան ունես,
փայլ ունես մեջդ, որ սենց դքողական մարդկանց հանդեպ շատ է կարևոր է, որ ասենք ու հատկապես չկա ոչ մի ոնց որ ես ասեցի մինչև այդ քննադատման մի պուճուրիկ կապ չունի։ Դու բոլորին վերաբերվում ես նույն ձև, դա ես շատ կարևոր Դա գալիս է նաև իմ ապրած կյանքից, որովհետև ես գիտեմ, որ ես ինքս ինչ կյանք եմ ապրել։ Որ կյանքը, որտեվ դու մի քանի հատ ես ապրել։ Դե ես քրիստոնյա կյանք չեմ ապրել, հասկանում ես, ու մենք բոլորս ասում եմ մեղավոր ենք։ Ես սկզբից չպետք է դատեմ ուրիշներին, ես պետք է սկզբից դատեմ ինքս ինձ։ Այսինքն հասկանամ իմ ապրած կյանքը, մաքրվեմ այդ ապրած կյանքից ու փորձեմ մաքուր ապրեմ, այլ ոչ թե դիմացինին ասեմ, դու գիտես ինչ կա, դու պետք է մաքուր ապրես, դու սենց դունես, չէ, մենք միշտ պետք է փորձենք օրինակ լինենք։ Հիմա տես ինչ հաճելի է, դու ասենք մարդիկ քո հետ ծանոթանում են, իրանք այդ պոզիտիվ էներգիան քեզանից ստանում են, չէ՞, Մաժի ջան։ Հիմա ասենք ես անձամբ ես ստանում եմ, ասենք ինչ հաճելի էր, չէ՞, մենք կնոջս հետ եկել ենք տուն, Խաշից։ Կինս ասում է, ինչ հաճելի էր, չէ՞, հենց մոտիկացանք ոնց որ մի 100 տարվա ընկերներ լինենք։ Ճիշտ է։ Օրինակ բերեց, հա, ու օրինակ բերեց, ասում է, երևի մեր 20 տարվա, 30 տարվա ծանոթների հետ տենց մոտիկություն չենք անում, ոնց որ իրանց հետ, որ ասենք մի քանի ժամում տենց մոտիկություն եղավ։ Այսինքն մենք պետքա տես այդ լույսը դու որ փոխանցեցիր մեզ, մենք մեր ջերմությունը քեզ, ասենք պետքա փորձենք նենց անենք, որ հաճելի լինի, բայց ոչ թե միայն մեզ, բայց մեր ամբողջ ազգին։ Ես մի քիչ ոնց քեզ ասեմ, 20 տարի Բելգիայից ապրելուց հետո ինձ դժվար է ազգովի խոսալ։ Ինձ դժվար է ամբողջ հայերի համար խոսալ։ Եթե դու նկատել ես, ես որ մի բան անում եմ, ասում եմ, ես առաջարկում եմ եւ անում եմ սա, իթե մարդիկ ուզում են միանում են։ Ես չեմ խոսում Բելգիայի անունից, Բելգիայի հայերի անունից, Բելգիայի հայ կոմիտեների անունից, հասկանում ես ինչ եմ քեզ ասում։ Ես միշտ ասում եմ այդ երեկոները, որ ես սկսեցի, ինչ շատ մարդիկ ասին, ոչ մեկ չի գա, ասի, ով կգա։ Դու տեսել ես ինչքան են գալիս ու ոնց են վերադառնում հավեսով։ Ով կգա։ Ես հավատում եմ այդ քո ասած փոխադարձի ուժին։ Մարդկանց փոխադարձի ու ես գտնում եմ, որ այս վերջի մի 5 տարում շատ մեծ փոփոխություն է տեղի ունեցել Բելգիայում ապրող հայերի մեջ։ Երիտասարդություն ուրիշ ձևի է, մեր տարիքի մարդիկ ուրիշ ձևի են արդեն։ Մի տեսակ այսօրվա դրությամբ ես հավատում եմ այդ միություններին, որոնք ստեղծված են առօրյա ընտրության հիմքի վրա։ Այն միություններին, որոնք մենք այնքան վստահ ենք հարաբերությունների մարդկանց մեջ, որ մենք կարանք շատ հանգիստ ընտրեն մարդկանց, ես ասում եմ, մենք ամեն օր իրար ընտրում ենք ընկեր լինել, ամեն օր։ Ու այսօրվա դրությամբ մենք պետք է նաև ընտրենք, որ մենք կարող ենք իրար սիրել, բայց չհամաձայնվել իրար հետ, իրար հարգել, չհամաձայնվել իրար հետ որոշ հարցերում։ Պարտադիր չի մշտական համամիտ լինենք, բայց իրար հարգելով համամիտ չլինենք։ Իրար հասկանալով համամիտ չլինենք, հասկանում ես ինչ եմ քեզ ասում։ Դա կոչվում է տեսակետ։ Ամեն մարդ իրավունք ունի ունենա իր տեսակետը։ Ամեն մարդ ունի իրավունք իր տեսակետով, իր անկյունից նայի առարկային կամ այդ դրությանը կամ այդ միջոցառմանը կամ ինչ որ բանի։ Ու ամեն մարդ իրավունք ունի ինքը որոշի ու իր կարծիքը հայտնի։ Ես համաձայն եմ քո հետ, դա տենց պետք է լինի, բայց մենք մի քիչ խնդրեմ ունենք զուտ նրանով, որ մենք կարծիք հայտնելը սարքում ենք վիրավորանք։ Ես ի նկատի չունեմ մեզ, ի նկատի ունեմ կա մի կարանք իրար ոչ մեկ ձերծ չի սխալ տրամադրությունից, սխալ պահից, կարաս մարդկանց մեկ ասենք չուզենալով ինչ որ մի բան ասես, այդ պահին այդ բանը չի մարսվել, բայց ես կարևոր եմ համարում, որ ես կարողանամ կամ քեզ ասեմ կամ դու կարողանաս քեզ ասես, ես մարդ գիտես ինչ, կյանքս կերար։ Հա։ Ես էլ ասեմ սովորի, հələ ուր էսի, հələ ռեկլամ դա։ Հասկանում ես ինչ եմ քեզ ասում, այսինքն մենք այնքան գնահատենք մարդկային հարաբերությունը, որ չգնանք ասենք, գիտես ինչ, ինձ եկան ասեցին, որ դու սենց բան ես ասել, զանգենք ասենք հիմա տարի գնենք կոֆե խմելու։ Դա մեր մոտ բարդ է։ Մենք սիրում ենք լսել ուրիշներին ու չենք տալիս հնարավորություն մարդկանց պաշտպանելու։ Ես չեմ ասում բոլորը կարան սխալվեն, բայց բոլորը նաև իրավունք ունեն ներողություն խնդրել։ Ես չեմ ասում, Եվրոպեն մեկ պետք է բանանես գնաս ներողություն խնդրես։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Դրա համար ես հավատում եմ,
ու տեսնում եմ, որ կա այդ տենդենսը։ Տես դու ասում ես եկա Անտվերպեն, ես զգացի այդ ջերմությունը, ես տեսա այդ մթնոլորտը ինձի հաճելի էր։ 1.5-2 տարի քրտնաջան, գիշեր, ցերեկ, հայր տիրայրը աշխատելա, որ մենք ունենանք այս համայնքը, ունենանք այս պահերը։ Ես երբ տեսնում եմ ինքը իրոք ինչ տանջալից ճանապարհը անցե, երբ որ ինքը եկավ Անտվերպեն, 30 տարվա համայնք, այսինքն ես ինքս որ 30 տարի Անտվերպենում էի ապրում, ես չէի հավատա, որ այդ մարդիկ, ովքեր այսօր գալիս են պատարագի, իրանք կգան եկեղեցի պատարագի։ Ճիշտ է։ Ես չէի հավատա, որ ես ինքս կգնամ պատարագի։ Տեսնում ես։ Մի բան ասեմ, սկզբում որ հայր տիրայր եկել էր, մի անգամ ես հանդիպեցի իրան, գնացել էի հավաքույթ էր արել եկեղեցում, ու ինքը մի հատ շատ լավ բան ասեց, որ դու շատ եկավ, ասեց մեր հայրը շատ են սիրում ծառեր տնկել։ Ամեն մեկը մի հատ ծառ է տնկում։ Ես կուզենամ, որ մեր հայրը ոչ թե ծառ տնկեն, այլ նույն ծառին ճյուղեր ավելացնեն։ Շատ լավ բան աս, այո։ Իմի շատ տպավորվեց դա, որտեղ դա իրոք դա էր։ Ու մենք այդ ճյուղերով հպարտանանք։ Հիմա նրանից որ խոսքի ես ասում եմ, վայ, ես այնքան լավն էր այդ միջոցառումը եկեղեցու, միջոցառումը այդ ապրիլի 7-ին։ Հա, ինչու՞ է դա խանգարում իմ միջոցառման կամ իմ ով լինելուն։ Չի խանգարում։ Եթե ես ասում եմ, վայ, գնացի, ասենք այնտեղ, չգիտեմ, պատարագի գնացի, հայկական Բրյուսելի եկեղեցու Հարզատիկը որ ասեց, ես ապշած էի, դու պատարագ ավարտվել էր, այնտեղ էլ դեռ մի ժամ մարդիկ մոտենում են, որ այդ նշխարքը, հա, հաղորդությունը ստան, մի ժամ, մինչև որ երկրորդ մասը պատարագի վերջի, չէ, այդ բանից հետո եղավ, ու իրանք սենց համբերատար կանգնած, ասենք առանց կռվի, առանց բրդելու, առանց ոչ մի բանի, ամբողջ բակը լցված էր։ Դա հələ այն դեպքում, երբ որ մենք ունենք պատարակներ Անտվերպենում, Մեխելենում, Լիեժում, բանում, Լանակենում գնացել էին։ Ուզում եմ ինչն եմ ուզում քեզ ասեմ, Օստենդում, այն դեպքում, որ բոլորը չեն եկել Բրյուսել, հələ նշանակում է Բրյուսելի գնացողները ահռելի շատացել են, ինչպես նաև ոնց որ դու ասում ես Անտվերպենն է։ Ու ես մենակ դրանով կարամ ուրախանամ ու հպարտանամ։ Ես այդ իմ խմբում եմ, որ Արմինյաս իմ ռասս, ով ինչ անում է, գցում եմ մեջը։ Ինչի։ Ասեմ թող տեսնեն։ Թող տեսնեն։ Գիտես ինչ, ես մի բան եմ նկատել, մենք երբ որ մենակ աշխատում ենք, գործ ենք անում, մենք շատ լավ ենք այդ գործ անում։ Ինչպես հայր Սուրբն ասե, հայր տիրայրը, մենք բոլորս շատ ընտիր կարանք ծառ տնկենք, բայց անհատական մեր ծառը տնկենք։ Բայց երբ ուզում ենք միանանք իրար հետ ինչ որ բան անենք, մեկ, չգիտեմ, դևը գալի մտնում սկսում է բզբզալ, էլի կարելի ասել։ Ոչինչ, ես ընտրում եմ գամ քո ծառի այգում քեֆանեմ, դու էլ գաս իմ ծառի այգում քեֆանես։ Դե հենց էտա, բոլորը իրար ծառերը միացնեն, հայ հենց էտա։ Նայ, երբ որ դու այդ Armenians in Brussels-ում գցում ես այդ ամեն ինչը, դա ցույց է տալի քո մեծահոգությունը։ Ես ոչ թե էսի ասում եմ, որովհետև ուզում եմ քեզ գովամ։ Ախ, մեզ վատ հարցեր տամ, դրա համար ես տենց ասում։ Չէ, ուղղակի ես իրոք գիտեմ, որ դու ինչ մեծ սիրտ ունես, ասենք բոլորի հանդեպ։ Բայց իմ համար կարևոր է, եթե մարդը ջանք է գործադրել, իր գործից, իր օրից, իր ընտանիքից, խելել այդ ժամանակը, որպեսզի ստեղծի ինչ-որ միջոցառում։ Ինչի՞ չիմանան մարդիկ։ Եթե մի հոգի ավել իմանա, էլի լավ է։ Այո։ Բայց դե դու հարցերից չես փախնելու։ Իսկ կլինի, ասենք, հետո մնացած հարցերը տաս։ Այսօր հաղորդումը չպրծավ։ Չէ։ Քանի ժամ է հաղորդումը տևում։ Ինչքան ուզեմ։ Ժամ չեն դրեին վրա։ Հատուկ համար 2 ժամ։ Կատակեմ ամ սկսեցինք հարցերը։ Ոնց կուզես որ քո մասին հիշեն, երբ որ սատկեմ։ Որ չլինես այս աշխարհում։ Աշխարհիկ երկրում։ Ինձ հիշեն։ Այն տղեն, որ ինտերվյու տվեց։ Դրա մասին չեմ մտածել ճիշտ ասած, բայց ես ուզենամ, որ ասենք իմ կինս ինձ հիշի որպես լավ ամուսին։ Իմ երեխաները ինձ հիշեն որպես լավ հայր։ Ես հիշեմ որպես լավ խաշի ընկեր։ Այ, դու ասենք հիշես որպես լավ եղբայր, լավ խաշի ընկեր։ Չգիտեմ, լավով հիշեն։ Հա, ասում եմ մահացածի հետևից կամ լավն են ասում կամ ոչ մի բան։ Դե հիմա ոչ մի բան չասեք։ Դժվարությունների դեպքում ո՞նց ես վերաբերվում դժվարություններին։
Առաջ շատ դժվարություններ եմ անցկացրել իմ կյանքում, շատ բարդ օրեր։ Մի քանի անգամ ա եղել, որ զրոյից եմ սկսել իմ կյանքս։ Ամեն ինչ միանգամից, որ ասում եմ, վերջնագամի շուռ տվել եմ ու նորից զրոյից սկսել եմ։ Ու չեմ վախեցել, երբեք չեմ վախեցել, միշտ որ ասում եմ, վեճս չի եղել, կարելի ասել։ Բայց հիմա այս վերջերս ուզում եմ հենց ապրեմ, որ չընկնեմ դժվարության մեջ։ Տարիքն է, անում ենք։ Արդեն այն տարիքում չեմ։ Ասում եմ, ինչ որ մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է, ուղղակի ասեմ, ինչքան կարաս ուժեղանաս, մինչև որ աստիճանում։ Գիտես ինչ, ես չեմ վախում ոչ մի բանից, որովհետև տես քեզ sense բան ասեմ, ամբողջ կյանքս ոչ մի բանից չեմ վախեցել, բայց միշտ վախեցել եմ, ասենք իմ ընտանիքս լավ լինի, ընտանիքիս համար եմ վախեցել։ Բայց հիմա ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախում ու ես դա զգում եմ, որ դա Քրիստոսի ներկայությունն է, որովհետև երբ որ դու Քրիստոսով ես ապրում, դու վախ չունես։ Իրոք, ասենք կարող է փողոց դուրս գաս քեզ սպանեն, դու չվախենաս այդ պահին։ Որովհետև, հա, լուրջ եմ ասում, որովհետև դու գիտես, որ դու մեկա ժամանակավոր ես այս աշխարհում, Քո հոգիդ կտեղափոխվի։ դե եթե ժամանակը տեկել է գնալու, Տերը գտել է, որ արդեն ժամանակն է, որ դու գնաս, ուրեմն դու պետքա գնաս։ Ուղղակի պետքա փորձես հասցնես անես այն ամեն ինչ, ինչ ուզում ես անես, եթե իրոք լավ բան ես ուզում անես։ Եթե լավ բան չես ուզում անես, իմաստել չունի անես։ Կարանք բանակցենք, թողել մեզ չտանի դեռ լիքը բան կա անելու։ Վերջի անգամ երբ ես տոնել քո ձեռքբերումները կամ ձեռքբերումները տոնում ես ինչ որ ձևով։ Երբեք չեմ տոնել։ Բայց լավ բան է սկսի։ Ինչի համար ես երախտապարտ կյանքում։ Ամեն ինչ։ Տվյալ պահին քո ուշադրությունը ինչի վրա է բևեռված։ Նոր պրոյեկտների։ Որն է ամենատխուր դժվար պահը քո կյանքի եղել Բելգիայում։ Շատ են եղել։ Ես որ չես պատասխանում հարցերիս։ Որն է եղել քո ամենաուրախ պահը։ Երեխաներիս ծնունդը։ Կա ինչ որ բան, որի համար զղջում ես։ Զղջացել եմ Աստծո առջև։ Եթե կախարդական փայտիկ ունենայիր, ինչ կփոխեր քո կյանքում։ Ոչ մի բան։ Արթուր ջան, ցավոք սրտի, մեր հաղորդումը, ասում եմ, ի դժբախտություն մեզ, ի երջանկություն քեզ ավարտվում է, չնայած ես վստահ եմ, որ մենք կարանք դեռ ժամերով խոսենք իրար հետ, շատ լավ հետարքիր ու անկեղծ զրուցակից ես, շատ շնորհակալություն, որ քո զբաղված օրվա մեջ գտար ժամանակ, որ գաս իմ հետ մի քիչ զրուցես, շատ հաճելի էր ընկեր։ Ինձ էլ է շատ հաճելի։ Ես եմ քեզ շնորհակալ, որ արժանի գտար ինձ որպես զրուցանքեր։ Ինձ համար անսովոր էր։ Ես միշտ հարց տվողը ես եմ եղել, այս անգամ ինձ էին հարց տալի։ Ոնց անցավ։ Շատ լավ, շատ։ Ես իրոք մեծ բավականություն եմ ստանում, երբ որ քո հետ շփվում եմ, իրոք։ Նմանապես ընկեր, Ինձ շատ հաճելի է, անկախ նրանից մենք ձայնագրում ենք, թե քեֆ ենք անում, բայց միևնույն թեկուզ հեռախոսով ենք խոսում, ինձ միշտ հաճելի է։ Ես իրոք չգիտեմ, ինձ որպես հարազատ քույր եմ քեզ ընդունում ու շատ ուրախ եմ Աստծուց, որ կարողացել եմ քեզ ճանաչեմ։ Շատ ուրախ եմ, որ ձեզ ճանաչեցի, կնոջդ էլ շատ հավես պահ անցկացրեցինք սաղս իրար հետ, ասեն շատ ջերմ, չգիտեմ, տենց երևի պետք էր այդ պահին լիներ։ Ուզում եմ ուղղակի բոլորին ասեի, որ Բելգիայում է բոլորի ռադիոն է։ Ու ես շատ հպարտ եմ, որ մենք ունենք Բելգիայում բոլորը կամավորներ են, ինտերվյուի վերաբերյալ բոլորիդ հորդորում եմ, լսեք, կիսվեք, Արտուրին ուղարկեք ձեր տպավորությունները, վստահ եմ իրան շատ հետաքրքիր կլինի լսեր ձեր տպավորությունները ու շնորհակալություն, որ մեր հետ եք, իսկ կուզենայի ուղղակի ավելացնել, որ մի մոռացեք, որ յուրաքանչյուր մարդու կյանք ու անցած ճանապարհ շատ կարևոր է, անկախ նրանից, թե ինչի եք հասել կյանքում, դա ձեր ճանապարհն է։ Ես եք ուզենայի ձեզ մաղթեի, որպեսի Բելգիայի միշտ ծաղկի։ Մեզ, դու հիմա Բելգիայի Այո, ես հա ճիշտ է, ես էլ եմ մասնիկ կազմում, որպեսի մեր ռադիոն թող ծաղկի, առաջադիմի, թող բոլոր հայերը լսեն, ու ոչ միայն հայերը, բոլոր այն մարդիկ, ովքեր հայերեն լեզուն հասկանում են, թող լսեն ու հասկանան, որ սա մի ադամանդ է, որ մենք ունենք Բելգիայում, շատ բարդ գործ է, որ դուք սկսել եք, իրոք կատարում եք։ Ես շատ լավ եմ հասկանում, թե դուք ինչ ծանրաբեռնված եք այդ ամեն ինչը անում։ Ես փառք եմ տալի Աստծուն եւ թող Աստված օրհնի ձեր աշխատանքը եւ այս ռադիոն, որ միշտ օրհնված հյուրեր ունենաք, միշտ Տիրոջ օրհնությունը ու ներկայությունը լինի ձեզ հետ։ Մերսի ընկեր, շատ մերսի, իսկ
Ձեզ մեր սիրելի ունկնդիրներ ցանկանում ենք լավ օր։ Մինչ նոր հանդիպում։